Շարունակում ենք մեր թողարկումը եւ այս պահին տաղավարում հյուրընկալել ենք Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Ծառուկյան դաշինքի պատգամավորության տեխնացու Վահե Էնֆիաջյանին, բարև ձեզ պարոն Էնֆիաջյան, շնորհակալություն ձեզ հյուրընկալելու համար։ Պարոն Էնֆիաջյան, այս պահին զուգահեռաբար Վանաձոր քաղաքում նաեւ տեղի ունենում ձեր Ծառուկյան դաշինքի հանրահավաքը եւ հնարավորն է մեր հարցազրույցի ընթացքում, երբ լինեն արդեն ելույթներ, երբեմն պարբերաբար նաեւ միանանք Վանաձոր, տեսնենք թե ինչ նոր ելույթներ կան, արդյոք այսօր ձեր դաշինքում կլինեն թե ոչ, ես այս պահին սակայն առաջարկում եմ նախկինում հնչեցված ձեր մի քանի այսպես մասնավորապես Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված ելույթներին անդրադառնանք։ Ի տարբերություն Նաիրա Զոհրաբյանի, Գագիկ Ծառուկյանը այսպես չի շտապում դեռ ապրիլի 2-ը հայտարարել իշխանափոխության օր, բայց նաև նշում է, որ առանց Բարգավաճ ներեցեք, առանց Ծառուկյան դաշինքի առաջարկած այդ 15 կետերի Հայաստանը չի կարող զարգանալ, ինչու ըստ ձեզ։ Հիմա եկեք մի բան հասկանանք, առհասարակ նախընտրական ժամանակահատվածը յուրաքանչյուր քաղաքական ուժ, դաշինք, քաղաքական ուժի ներկայացուցիչներ, այդ թվում նաև առաջնորդներ ներկայացնում են իրենց դիրքորոշումը եւ իրենց մոտեցումները այս կամ այն խնդրի վերաբերյալ, բայց միթե այն ինչ որ մենք ներկայացնում ենք ըստ էության հենց հեղափոխական փոփոխությունների մասին չէ ոլորտ առ ոլորտ 15 կետեր, որոնք որ առանցքային նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, սկսած արդյունավետ կառավարման հիմնախնդիրներից, վերջացած ամենատարաբնույթ ոլորտներով եւ իրավիճակը մեկնաբանելով եւ կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները, Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները քաղաքական որպես թիմ ներկայացնում են մեր ծրագրերը եւ մեր մոտեցումները, ինչպիսի փոփոխություններ ենք մենք առաջարկում։ Եվ մեր ծրագրային դրույթների մեջ էլ, երևի դուք չեք հասցրել ծանոթանալ, եթե դուք ծանոթանաք կտեսնեք, մենք ունենք երկու տարբերակ, որը որ ընդհանուր ավելի հակիրճ ձևով է ներկայացնում, թե ինչպիսի 15 կետերի մասին է խոսքը գնում, որ ոլորտներն ենք մենք թիրախային ընտրել, որը առաջնային լուծում է պահանջում եւ պետք է առաջնային լուծում մենք իրականացնենք այս խնդիրների հետ կապված եւ ավելի ամփոփ ծրագիր, որտեղ նույն 15 կետերը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում չկա այնպիսի բնագավառ եւ ոլորտ, որտեղ մենք չանդրադառնանք, մեր մոտեցումը, կարծիքը եւ դիրքորոշումը չներկայացնենք, որտեղ ավելի ամփոփ ձևով ներկայացված է թե ինչպիսի փոփոխություններ մենք ներկայացնում ենք եւ այդ փաստաթղթում շատ հստակ ամրագրված է եթե մեր հասարակությունը մեր ժողովուրդը իրենց վստահության քվեն կտա Ծառուկյան դաշինքին մենք կունենանք մեծամասնություն 50+1 այս ֆորմատը մենք վստահաբար ասում ենք ընդամենը 1 ամիս անց մարդիկ կսկսեն փոփոխություններ արձանագրել մեր իրականության մեջ, սկսած սոցիալական մի շարք խնդիրներից, տնտեսական իրավիճակից, անարդարության մթնոլորտից վերջացրած։ Իհարկե, ծանոթ եմ պարոն Էնֆիաջյան ծրագրին, համենայնիվ ձեր հանրահավաքների ընթացքում մի քանի անգամ եղել եմ, ես նաև այս պահին ինձ հուշում եմ, որ արդեն զուգահեռաբար փոքրիկ այսպես պատոհանով ընթանում է այո մեր հանրահավաքը, դեռ հանրահավաքի ընթացքում ելույթներ չկան, այնպես որ շարունակենք մեր զրույցը, այդուհանդերձ տեսեք Դուք ամբողջությամբ այդ 15 կետերը իրատեսական եք համարում եւ նա անգամ նշում եք այո որ 1 ամիս հետո։ Այո, հիմա տեսեք մի կարևոր առանցքային դրվագ։ Նախ շատ կարևոր է եւ մեր ժողովուրդը ամրագրում է այս փաստը։ Ով է իրատեսությունից խոսում, որ քաղաքական ուժը կամ որ առաջնորդն է խոսում։ Այսօր մենք ունենք գործիչներ, որ տնտեսական զարգացման գործընթացներ են վերլուծում, որոնք որ իրենց կյանքում մի հատ կրպակ չեն կարողացել որպես տնտեսություն զարգացնել։ Նրանք իրատեսության շրջանակների մեջ չեն խոսում, չեն ներկայացնում հիմնական խնդիրները, որի հետ առերեսվում է այսօր փոքր միջին ձեռնարկատերը։ Խոշորների հետ կապված առանձնահատուկ վերաբերմունք եւ մոտեցում պետք է լինի։ Պետական քաղաքականությունը խոշորների նկատմամբ նույն հարկային քաղաքականությունը պետք է վարի, որ խոշորները պետք է ավելի խոշոր հարկեր վճարեն։ Այս մոտեցումն ու սկզբունքները արդարությունը պետք է լինի բոլոր ոլորտներում եւ բոլոր բնագավառներում։ Մեր մոտեցումները շատ հստակ են, մեր ծրագրերը շատ ընկալելի են եւ մի կարեւոր բան է բիզնեսին առաջարկում եք այո ազատել հարկերից։ Այո, մեր ծրագրային դրույթները, ես ձեզ այլ ասեմ, որ Հայաստանի լավագույն տնտեսագետները, փորձագետները մշակել են, վերլուծել են այս ամեն ինչը, որքանով է հնարավոր Հայաստանում կիրառել եւ մենք լավագույնս նաեւ օրինակ ենք վերցրել, որպես այդպեսին միջազգային փորձը եւ տեղայնացրել ենք Հայաստանի Հանրապետության ներկայիս իրավիճակի մեջ։ Մեր մասնագետները
մենք մեր թիմով վստահ ենք, որ այն ծրագրերը, ինչի մասին մենք ամրագրել ենք, մենք կարողանալու ենք իրականություն դարձնել։ Մենք ունենանք մեծամասնությունը, ելի եմ կրկնում, 1 ամիս անց փոփոխությունները մեր ժողովուրդը շոշափելի տեսքով սկսելու է զգալ։ Պարոն Էնֆիաջյան, մի տեսակ այլ մարտավարությամբ եք սկսել ձեր քարոզար շավը, նույնպես դուք դաշինք եք եւ դաշինքը ենթադրում է որոշակի միասնություն, բայց Գագիկ Ծառուկյանը առանձին է, իր քարոզար շավը տանում, Նաիրա Զորաբյանը առանձին, դուք հավանաբար մենք առանձին չենք վարում, առհասարակ ձեզ ներկայացնեմ, որ բոլոր մեր դաշինքի ներկայացուցիչները նույն գաղափարախոսությունը, նույն ծրագրերն են ներկայացնում, ինչը ամենակարևորն է։ Մենք մեկ թիմ ենք եւ ունենք մեկ նպատակ։ Մենք կարողանանք Հայաստանի Հանրապետությունում փոփոխություններ արձանագրել, փոփոխություններից հետո սկսել կառուցելու աշխատանքները։ Հիմա տեսեք, մեր քարոզարշավը մենք սկսել ենք ամենակարևորագույն հատվածից, սահմանից։ Մենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահել սահմանում տերող իրավիճակը, հիմնախնդիրներին մշտապես իր ուշադրությունում կենտրոնում է պահվել Գագիկ Ծառուկյան հիմնադրամի կողմից, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչների կողմից եւ մենք մեր քարոզարշավը հենց սկսեցինք սահմանից։ Քանի որ ժամանակը բավարար չէ, ամբողջությամբ բոլոր համայնքներում, բոլոր քաղաքներում բոլոր թիմի ներկայացուցիչները ներկա լինեն, մենք ունենք քարոզչական ուղղություններ, որտեղ մեր թիմի ներկայացուցիչները հանդիպում են եւ ներկայացնում են մեր ծրագրերը։ Անձամբ Գագիկ Ծառուկյանը բոլոր խոշոր համայնքներում այս կարճ ժամանակահատվածում որքան հնարավոր էր տեղերում լինել, ներկայացնել անձամբ իր կողմից մեր ծրագրերը, մեր մոտեցումները ինքը անձամբ է լինելու եւ անձամբ իր խոսքերն են լսելու մեր երկրի քաղաքացիները։ Շատ բարի, պարոն Էնֆիաջյան, ինձ հուշում են արդեն, որ հենց այս պահին է ձեր դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ելույթ ունենում Վանաձորում, առաջարկում եմ լսել եւ կրկին վերադառնանք մեր հարցազրույցին։ Նույն մարդը, որը ապրում է Հայաստանում, գնում է արտասահման, Եվրոպա, Ռուսաստան, կարողանում է աշխատանք գտնել, Դուբայի, գումար վաստակի, եւ իր ընտանիքին դեր կարող, իսկ մեր երկրում չի կարող։ Ուրեմն համակարգ պետք է փոխվի, կարգ պետք է փոխվի, օրենք փոխվի, մոտեցում փոխվի, ոնց որ մարդը իր սեփական գումարներին է մտածված դասում, նպատակային, որ շահութաբեր լինի, ոչ թե բյուջեի գումարները աննպատակ ծախսել եւ ոչ մի արդյունք։ Այսօր հիմնական խնդիրը ժողովուրդ ջան, ես ասում եմ, այսօր ոչ թե նախապատրաստված անգիր արած եկել եմ ասեմ, դուք Ծառուկյանին իշան չի լավից, վատից, քչից տեղակ եք, մարդու գործնությունը, մարդու արարքը, մտածելակերպը և գործնությունը։ Այսօր ես ասել եմ, պարտքում եմ, տալու իմ ժողովրդին, դա իմ խաչն է, ես պետք է տանեմ։ Ես պատրաստական եմ, ցանկություն կա, դժվար արձանր է, բայց առանց դրան չի լինելու։ Մարդը պետք է իր պատասխանատվություն վերցնի։ Մարդը պետք է կարողանա ժողովրդի վստահությունը հավատքը վերականգնի, որ մարդը հույսով լինի, իր վրա զգա անպայման, ինչ որ ես ասել եմ, իհարկե ոչ թե անգիր արած, այլ լիարժեք նայելով, այսօր 15 կետերը ժողովրդան, ով ինչ ուզում է ասի։ Այդ 15 կետերը անհրաժեշտ են օդ ու ջրի պես մեր ժողովրդին։ Առանց դրա փրկություն չկա։ Դա պետք է կատարվի, որ մարդիկ շնչեն։ Իսկ դա սիրելի ժողովուրդ, չկա մի բան, որ ես ասած լինեմ ու արած չլինեմ, շատ չի բան։ Այսօր ասում եմ, եթե մեզ հնարավորություն եղավ 50 բնույթներ տոկոսը տվեցիք մեզ, այս 15 կետը, անմիջապես նույն ամսում դա իրականություն է դառնալու։ Դրանից հետո համապատասխան ըստ մարզերի, տարածքների, քաղաքների պետք է բյուջեն ճիշտ բացվի, համապատասխան ոչ թե գումարները բերի այլ նպատակով, այլ հիմնական գործի համար։ Այսօր ոչ թե ծրագիրը դուք պետք է ներկայացնեք, այլ համապատասխան պետք է ծրագրավորած լինի։ Հայաստանի որ տարածքը, որ քաղաքը, որ մարզը, ինչով պետք է զբաղվի, ինչ հանքանյութ կա, ինչ տարածք կա, ինչ հող կա, ժողովուրդը ինչ մասնագիտություն ունի, ինչ մասնագիտություն վահա ժողովուրդ աշխատել, հազա բանը չի լինել, միջից հասկացել, պետք է կլիմայական պայմաններ հասկանան, արտադրությունից հասկանան, մեր երկրի կարողությունից, մարզի կարողությունից, այդ մարզում, մարդիկ ինչ են սովոր, ինչ կլիմայական պայմաններ կա, ինչ հանքանյութեր կա, ինչ արտադրություն պետք է դնեն,
առողջարան դնեն, չգիտեմ, հանգստի ոտի սարքեն, քիմիական արտադրություն դնեն, ասենք թե ինչ պետք է հաճացնեն, այդ պայմանները պետք է ստեղծվի եւ հիմնականում այդ ապրանքի սպառումը լինի։ Այսօր ամբողջ աշխարհում էլ պահանջարկը կա։ Ես նորից եմ ձեզ ասում, անընդհատ կրկնվում եմ, բայց ասեմ դժել ասեմ, ինչ որ արտադրանք լինի այսօր մեր կողքի երկում արաբական երկրներում 2000 տոննա օրեկան պտու բանջարեղեն կանաչի միս պանիր են մտել օրեկան, բայց մերը ամենալավն է, դա ոչ թե գլուխ եմ գոհում, լավն է նրանով ջուրը մաքուր է, արևը կա, առանց որից է հորմոնների, էկոլոգիապես ինձ դիմում են, 40 տարեկան, 40 տարեկան կանաչ գործ չեն բալիս։ Դուք ցավը կանեն գործ կա, որ դες գործ կան։ Որ գործերի 65 տարեկան են գործ կան։ Այդքան կընտրեն, այլ աշխատավարձները կբարձրացնեն համապատասխան։ Գործ կա, գները պակասացնում են։ Այս չկա պատճառ են բերում։ Աշխատող ուժը միշտ պետք է։ Ուսանողը հիմնական, ուսման վարձի համար պետք է դուք ունենա։ Մեր ապագան մեր ուսանողներն են։ Բոլոր ծրագրերը կան, սա բանկի տոկոսների, որ պետք է լինի 2-5%, որ մարդը բանկին դիմելու կարողանա բարեկեցի կյանքով ապրի։ Ցանկացած քաղաքացի, ով բանկին դիմելա, խորտակվելա, կործանվելա։ Եվ տուննադրել, մեքենադադրել, զարդնադրել, հորնադրել եւ այդպես շարունակ փրկություն չկա։ Աշխատում է բանկերի համար։ Առողջական ծրագիր պետք, կանգնեցնելա պետք, մարդու հնարավորություն պետք տալ։ Դա պետք է մտածեն, ծրագրավորեն այս քայլերը կատարեն։ Ասել են, տոկոսը պետք է լինի 2-5%։ Որ 1 միլիոն դրամ վերցես, 20-30 հազար դրամը չի եղավ։ Բայց որ 300,000 պետք է տոկոս տաս, այս խոշարակը սարքած 1 միլիոնից պետք է 2-300,000 լինի, ավելի չի կարող լինի։ Այսօր արդեն այն ժամանակները չի, որ մեկին 200-300% շահույթ ունենաս։ Այն հիմնական պետք է հասկանան, շահույթը լինում է 10-20%։ Լավ 20%-ա լինում, 1 միլիոն վերցնում, 300,000 ոնց են տալու։ Այսպես տալեմ, անդրեկ ու նորից ես արդեն մնա իմ սեփականությունա բանկերի տակ։ Դոշակները, որ պետք է բարձրացվի, աշխատավարձը բարձրացվի։ Փոքր ու միջին բիզնեսը ժողովրդան, հիմնական ցանկացած պետության ողնաշարն է, որտեղ ժողովրդի մոտավորապես 40-60%-ը փոքր ու միջին բիզնեսով իր ընտանիքով զբաղմունք ունի, որը դա ընտանիքը պահելու խնդիրն է։ Ամերիկայի պես պետությունում փոքր ու միջին բիզնեսը հզոր պետության բյուջեն, որ կա, հզոր առնիքիվը, 64%-ը տանցա փոքր ու միջին բիզնեսը։ Մեր երկրում, որը զբաղեն մոտավորապես 85-90,000 մարդ փոքր որը եղել մի տարի շարունակի կդառնա 5%։ Շարունակվում է դեռ Գագիկ Ծառուկյանի ելույթը, պարոն Էմֆիա ջան, կարծես թե Վանաձորում նույնպես է, այսպես մարդաշատ հավաք է, սպասելի էր ձեզ համար, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը այսպես կընկալի, որտեղ շատ էր խոսում, որ կա նաև հիասթափություն քաղաքացիների մոտ։ Ես մշտապես ինտենսիվ կապի մեջ եմ եղել մեր երկրի քաղաքացիների հետ եւ բոլոր մարզերում էլ ըստ էության ես ներկա գտնվում եմ, հանդիպում եմ ոչ միայն կուսակցականների հետ, այլ առհասարակ մեր երկրի քաղաքացիների տարբեր զբաղմունք, առօրյայով ապրող մարդկանց հետ եւ ես մշտապես արձանագրել եմ բոլոր ժամանակահատվածներում Գագիկ Ծառուկյանի անձի նկատմամբ կա յուրահատուկ վստահություն, հարգանք եւ համակրանք եւ բավականին մեծ սպասելիքներ փոփոխություններ իրականացնելու եւ արձանագրելու։ Այն ծրագրերը, որոնք որ մենք առանցքային ենք դարձրել, դրանք են առաջնահերթ այսօր մեր երկրում փոփոխություններ իրականացնելու։ Մենք շատ ծրագրեր ունենք, բավականին մեծ փոփոխություններ եւ շատ փոփոխություններ ենք մենք իրականացնելու մեր երկրում, բայց մենք դրա համար համապատասխանաբար պետք է մեր մասնակցության եւ լիազորությունները կարողանանք օրենքով սահմանված կարգով ամրագրել։ Իսկ դա է խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանում ունենալ մեծամասնություն եւ ձևավորել այն օրենսդրական դաշտը, այն կառավարությունը, ընտրել
տվել այն երկրի նախագահին, որը որ կարողանա այսօր մեր ժողովրդի հույսերը իրականություն դարձնել։ Ամեն ինչ կախված է մեր ժողովրդից։ Մենք ընտրատեղամասերում ունենք փորձառու հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Հանձնաժողովներում մենք ունենալու ենք վստահված անձեր։ Մեր ժողովուրդը պետք է կողմնորոշվի իր մոտեցումով, իր սկզբունքներով, իր խղճի մտով գնա տարբերությունից իշխող հանրապետականներն ասում են, որ հաղթելու են։ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարեց, որ իրենք հաղթելու են։ Գիտեք ինչպես 9 քաղաքական միավոր է որպես այդպեսին մասնակցում, դաշինքներ եւ քաղաքական ուժեր, ըստ էության ամեն մեկը խոսում է իր հաջողությունից, իր հաղթանակից։ Ժամանակը ցույց կտա։ Եկեք մի բան էլ խոսանք, այսօր իշխանության ներկայացուցիչները նույնպես որ տենց վերամբարձ խոսում են, հայտարարում են, առհասարակ, եթե պատմությունը եւ քաղաքագիտական նույնիսկ հղում կատարենք այն սկզբունքներին եւ հիմնաղբյուրներին, պետք է փաստենք, որ ոչ մի իշխանություն կամ իշխանավոր հավերժ չի եղել։ Չի կարելի նման երկրում ստեղծված իրավիճակում նման ձևի եւ նման որակավորումներով հայտարարում տեսեք դաշնակցությունը հայտարարում է որ պայքարել ցանկաշիր ներկայացում ունենալ դուք մեր ծրագրերը իրատեսական են մեր ծրագրերը մեր ժողովրդի կողմից սպասված են այլ նույն հանրահավաքը նայում եք տեսնում եք որ ժողովուրդը գալիս է սատարում են մեզ անձամբ Ծառուկյանին լսում են ողջունում են այն ծրագրերը որը որ այն թեզերը որը որ առաջի քաշում անձամբ Ծառուկյանը դա մեզ ոչ միայն լավատեսություն է հաղորդում այլ մենք տեսնելով նման բազմանդամ հանրահավաքները կարող են փաստել որ իրատեսություն ունի եւ մեր ժողովուրդը իր համակրանքը հենց վայելում ենք մենք մեր կուսակցության իսկ դուք անձամբ հավատում եք որ կարող եք հաղթել բանը իհարկե կարող ենք Իհարկե կարող ենք եւ մենք ամեն ինչ անելու ենք որպեսզի ունենանք մեծ հաջողություն, մեծ հաղթանակ։ Սա մեր ժողովրդի հաղթանակն է։ Փոփոխությունները մեր ժողովրդի համար են անհրաժեշտ։ Եթե դուք գտնում եք մեր ժողովրդի համար փոփոխություններ անհրաժեշտ չեն, կարող եք դրա մասին էլ բարձրացնել։ Մենք սա փաստում ենք, մենք սա արձանագրում ենք, ծրագրային տեսք ենք բերել եւ ներկայացնում ենք մեր ժողովրդին մեր թիմով, թե ինչպիսի փոփոխություններ ենք իրականացնելու։ Մի կարևոր բանի մասին էլ ասեմ։ Առհասարակ ես ինքս ներգրաված լինել 4-րդ ընտրատարածքում բոլոր իմ հանդիպումների ժամանակահատվածում էլ ես ինքս իմ անձը, երբ որ մարդիկ ուզում են լսել ինչ գործունեությամբ զբաղվել եմ կարևորելով այս այն կամ այն կետը կամ կարևորելով հետագայում նաև ինչ հնարավոր ծրագրեր պետք է ես կամ մեր թիմը իրագործել, ես ինքս ներկայացնում եմ մի մեծ քաղաքական ընտանիք Ծառուկյան դաշինք, որտեղ պետք է մեզանից յուրաքանչյուրը շատ լավ գիտակցելով թե ինչպիսի սպասելիքներ ունի ժողովուրդը մեզանից, այդ պատասխանատվության զգացումով շարժվենք առաջ։ Մենք ներկայացնում ենք Ծառուկյան դաշինքը, մենք ներկայացնում ենք փոփոխությունների ծրագիր եւ մեզ վստահության քվե տալու պարագայում մենք կարողանալու ենք փոփոխություն իրականացնել։ Նույն ընտրատարածքից խոսելու պարագայում։ Քանի որ խոսեցիք, ինչպիսի իրավիճակ է ձեր ընտրատարածքում, դա օրինակ թիվ 1 ընտրատարածքում Ավան եւ նոր Քանաքերզեյտուն արդեն իսկ ընդդիմադիրները բարձրաձայնում են իշխող հանրապետական կուսակցության պատգամավորների կողմից այսպես ընտրակաշառքի խոստումների մասին կա նմանահազանգեր ձեր ընտրատարածքում ամենատարաբնույթ խոսակցությունները գնում են, բայց միջև փաստեր չլինեն, մենք դրան որպես իրականություն չենք կարող վերաբերվել եւ բովանդակային խոսակցություն չենք կարող։ Այդ խոսակցությունը նաեւ ձեզ են հասնում։ Մենք տարածքում անձամբ ես լինելով Էրեբունի տարածքում մեր երկրի քաղաքացիներին էլ ներկայացնելով շատ հստակ ասում եմ, ով ուզում է լինի պետք է խղճի մտոք մեր երկրի քաղաքացիները կողմնորոշվեն եւ իրենց ընտրությունը կատարեն։ Եթե ինչ որ մեկը կփորձի մեր ներկայացուցիչներին, մեր համախոհներին, մեր ծրագրային դրույթները ներկայացնելուց, մեր քարոզը ներկայացնելու, մեր աշխատանքները իրագործելու ժամանակատում փորձի վիրավորել, նեղացնել, ներքաշել ինչ-որ իրավիճակների մեջ, նա շատ խորը փոշմանելու է օրենքի առջև իր պատասխանատվությունը կրելու է եւ առհասարակ հասարակության եւ ժողովրդի կողմից դուք կպայքարեք, եթե տեսնեք ձեր մրցակիցները ընտրակաշառք են բաժանում։ Նման մարդիկ ովքեր են եւ ինչպիսի գնահատական պետք է ունենան։ Նրանք մեր իրականությունը խեղաթյուրողներն են, չեն ուզում որպեսի առաջիկա 5 տարիները լինեն փոփոխությունների եւ կառուցման տարիներ։ Այդպիսի մարդիկ մեր հասարակության մեջ պետք է հստակ մարդկանց կողմից տեսանելի եւ ընկալել ձևի իրենց գնահատականին արժանանալ։ Այսինքն դուք անձամբ ձեր այդ ընտրատարածքում կպայքարեք, կբարձրաձայնեք այդ մասին, եթե լինեն ընտրակաշառքներ անգամ իշխանության կողմից։ Ես ժամանակահատվածում էլ դրա մասին խոսում եմ, ներկայացնում եմ եւ եթե մի գործողություն օրենքի տառին համահունչ տեղի չի ունենում, բնականաբար մենք այդ խնդիրները եւս արձանագրում ենք։ Պարոն Էնֆիաջյան, հարցազրույցի սկզբնամասում ասի որ առանձին եք կարծես թե, այսինքն դուք նշեցիք ձեր ընտրատարածքը, դուք էլ ձեր ընտրատարածքում եք այս ժամանակահատվածում, այսինքն անցկացրել ձեր հավաքները, հանդիպումները։ Այո, հանդիպումներ ունեցել եմ, ունենում եմ եւ բավականին մեծ քանակով մարդիկ վստահում են Ծառուկյան դաշինքին։ Դուք թե ձեր այդ տարածքում նաեւ ձեր այո, իմ գործընկերներն էլ իրենց ակտիվ աշխատանքը ծավալում են, ես շատ լավ նաեւ տեսնում եմ, որ նրանց նկատմամբ բավականին մեծ վստահություն կա,
վստահություն կա Ծառուկյան դաշինքի նկատմամբ եւ ես գիտակցում եմ, որ միասնական աշխատանքով մենք հաջողելու ենք եւ մեծ հաղթանակ ենք ունենալու։ Նաեւ վերջին սոցիալներն են վկայում կարծես թե պարոն Էֆիաջյան։ Սպասում։ Եվ մի բանի մասին էլ խոսեմ, առհասարակ հիմա այս նոր բաժանումով որպես ընտրատարածք։ Հիմա պատկերացրեք 4-րդ ընտրատարածքը ներառված է կենտրոն, Նոր Մարաշ վարչական շրջաններով, ասենք Էրեբունու վարչական շրջանը եւ Նուբարաշենը։ Հիմա այս վարչական շրջանները բաժանում, այո, 200,000 ընտրող։ Եկեք մի հատ կենսամակարդակից սկսած սոցիալական հարցումների եւ պետական վիճակագրությունից վերջացնենք։ Մի հատ հասկանանք ինչպիսի խնդիրներով տարբեր չէ խնդիրները։ Վերացված կենտրոնում մեկ այլ խնդիր կա, նույն Նուբարաշենում մեկ այլ։ Նույնիսկ եկեք մի բան էլ հասկանանք։ Կենտրոն, փոքր կենտրոն, որը որ լրիվ այլ միջավայր է, լրիվ ուրիշ տնտեսական ինֆրաստրուկտուրա է, բնակչության համար անհամեմատ ավելի տեխնիկական խնդիրներից սկսած կենցաղի հետ կապված ավելի հարմարավետ միջավայր եւ ինչքան հերվանում ես, այդքան բևեռանում է ընդհանուր միջավայրն ու մթնոլորտը, նաեւ կենցաղը։ Այս փոփոխությունները եւս մենք պետք է ամրագրենք եւ փոփոխություններ իրագործենք։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, մայրաքաղաք Երևանի կոնկրետ այս պարագայում բնակիչներ ենք եւ փոփոխությունները պետք են այսօրվանից սկսել եւ մեր երկրի քաղաքացիներն մենք ներկայացնում ենք մեր ծրագրային դրույթները, մեր մոտեցումները եւ մեր երկրի քաղաքացիները մեզ հավատում են, ընկալում են ինչպիսի փոփոխություններ ենք ուզում իրագործել եւ վստահ եմ, որ միասնական ուժով մենք կարողանալու ենք հաղթել։ Պարոն Էֆիաջյան, շատ է խոսում, որ այս կամ այն падգամավորի տեխնացուի համար թաղային հեղինակություններ են աշխատում։ Ձեր այդ թիմում, ձեր համար աշխատողի մեջ կան նմանատիպ դեմքեր։ Թաղային հեղինակություն, այս ձևակերպումը ես ուզում եմ այս պայդրությամբ չմեկնաբանել կամ խոսել, ինչ ընկալելիություն ունի հասարակության մեջ կամ լրատվամիջոցներով պարբերաբար ընկալվում է։ Մեր համար մեր դաշինքի գործունեությունը կոնկրետ իմ հետ աշխատող մարդիկ մեր հասարակության կողմից հարգելի, պատվելի, օրինապաշտ քաղաքացիներ են, ովքեր ներկայացնում են Ծառուկյան դաշինքը, Ծառուկյան դաշինքում Վահե Էֆիաջյանին։ Ես նման մարդկանց հետ եմ աշխատում եւ ամենամեծ հեղինակությունը պետք է լինի մեր ժողովուրդը, մեր ժողովրդի կենսամակարդակը ու իր խոսքը։ Ընտրակաշառքների մասին երբ խոսում են, նաեւ երբեմն ձեր կուսակցությունն են որոշ ուժեր հիշատակում։ Ես քիչ առաջ էլ ասացի, առհասարակ խոսելուց պետք է փաստերով խոսել, եթե փաստը կա, բովանդակային խոսակցություն տեղի կունենա։ Եթե զուտ պատիտակի խոսակցությունն է կամ ինչ-որ Facebook-յան մեկի գրառումն է, պետք է այդ մակարդակով էլ նույնիսկ վերաբերվել։ Պարոն Էֆիաջյան, եւ վերջին հարցս սոցհարցումները կարծես թե վկայում են նաեւ ձեր Ծառուկյան դաշինքի հաղթանակի մասին։ Դուք վստահում եք այդ հարցումներին, թե ոչ։ Գիտեք ինչպես, ես ինքս շփվելով մեր երկրի քաղաքացիների հետ, նույն Էրեբունի վարչական շրջանից որ խոսեցինք, ես տեսնում թե ինչպիսի մեծ հարգանք ու համակրանք կա հենց Ծառուկյան դաշինքը ներկայացնող անձանց նկատմամբ։ Եվ շատ լավ գիտակցում եմ, որ այդ բովանդակությամբ, եթե հարցում էլ իրականացնեին, մարդիկ իրենց խոսքը ու կարծիքը կներկայացնեն։ Վերջին հենց տվյալներով առաջին հորիզոնականում է նույնիսկ գտնվում Ծառուկյան դաշինքը որպես վարչապետ խոսում է հենց Կարեն Կարապետյանն, այսինքն նաև դերական են գնահատում նույնքան։ Գիտեք ինչպես, ես ներկայացնում որպես վարկանիշ, որ ներկայացնում եմ, որ քաղաքական թիմին են ամենամեծ վստահությունը մեր երկրի քաղաքացիները հայտնում։ Դա Ծառուկյան դաշինքն է։ Եվ նույնիսկ ինչու պետք է նման հարցումները ժողովրդի հետ շփվելով մեր ծրագրերը շատ լավ գիտակցելով ինչպեսի իրատեսություն են իր մեջ պարունակում, մենք մեր մեջ այդ լավատեսությունը չունենանք, որ մենք պետք է մեծ հաջողություն ունենանք, հաղթանակ ունենանք։ Պարոն Էֆիաջյան, ներեցեք մեկ հարց եւս։ Ձեր ընտրատարածքում կոնկրետ դուք Գագիկ Ծառուկյանին, չգիտեմ, խոստումներ տալիս եք ինչ որ մեկին վիրահատելու, մեքենան սարքելու եւ այլն։ Ես առհասարակ ոչ միայն այս քարոզարշավի ժամանակահատվածում, այլ առհասարակ, որպես երկրի քաղաքացի, որպես ազգային ժողովի падգամավորության թեկնածու մարդ, որպես ազգային ժողովի падգամավոր, ես կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր պարտքը համարի, եթե կարող է իր դիմացինին ինչ որ հարցով օգտակար լինել, անպայմանորեն պետք է օգտակար լինի։ Անկամ քարոզարշավի ընթացքում հրապարակային հայտարարել, բայց օրենքի տառը չխախտելով։ Սա շատ կարևոր մի հանգամանք է։ Բնականաբար մենք մեր լիազորությունների սահմանում օգնել ենք, օգնում ենք եւ օգնելու ենք, բայց օրենքի տառին համապատասխան եւ համաունչ։ Այսինքն հարցը չհասկացվեց, աջակցելու է կամ լինելու է նման խոստումներ։ Մենք բնականաբար կհաշվառենք նման խնդիրները, մենք մոտ կարձանագրենք այդ փաստերը եւ ընտրություններից հետո կանդրադառնանք։ Այսինքն հիմա հաշվառը դա ձեզ օրենքի խախտում չի դիտարկվի։ Բայց եթե մարդը գալիս է դիմում է ներկայացնում, ասում է ես խնդիր ունեմ, ես այդ խնդիրը չլսեմ, ես իմ մոտ չգրանցեմ, որ մարդը եկել է խնդիր է ձևակերպում։ Հետո մի բան էլ ասեմ, էլի, ամենատարբեր մոտեցումները պետք է կարող ենք արձանագրել, բայց պատկերացրեք օրհասական իրավիճակում գտնվող մի քաղաքացի գալիս է դիմում է ձեզ եւ ասում է կյանքի ու մահի հարցը եւ վիրահատության կարիք ունի։ Մենք նրան ինչ ենք ասում ենք սպասիր ընտրություններից հետո պետք է քեզ անդրադառնանք,
օրենքի խախտումը, մենք պետք է հենց այդ ժամանակվանից սկսած մտածենք ինչով կարող ենք օգնել։ Էլի եմ կրկնում օրենքի տառը չխախտելով, բայց մարդկային սկզբունքները եւ իրականության զգացողությունը չկորցնելով։ Շատ լավ խոսեցիք դաշինքից ձեր կոնկրետ տեխնոլոգիությունը այդ տարածքում հաղթելու հավանականությունը մեծ է կամ Ես բավականին բարձր եմ համարում իմ տեխնացությունը տարածքում հաղթելու, բայց իմ համար ամենամեծ հաղթանակը ոչ միայն այդ տարածքում, այլ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում ես իմ թիմակիցներին եմ կոչարել, որպեսզի իրանք իրենց վստահության քվեն տան Ծառուկյան դաշինքին։ Դա է մեր հաջողության բանաձևը։ Շնորհակալություն, պարոն Էֆիաջյան, ձեզ հաջողություն եք մաղթում։ Հիշեցնեմ, մենք զրուցում էինք Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Ծառուկյան դաշինքում ընդգրկված եւ թիվ 4 ընտրատարածքում հենց Ծառուկյան դաշինքից պատգամության տեխնացու առաջադրված Վահե Էֆիաջյանի հետ։